Հա, լավ, թեթև տար, ինչ միտես ծանր եք տանում, հիմա կրվել է, թեն ես մտածում ես մակուցները միշտ պետք է հաղթանակած դուրս գան։ Աղվո ես հաղթանակի մասին չեմ մտածում, երեխու առողջության մասին եմ մտածում։ Երեխու, հա, պուճուր բալիկա, ռինգ տանելուց ձեռքից բռնեք հանկարծ չկորի։ Տոն օրերը չհաշված համարյա իմ տարիքն է, ինչ երեխա, եկքա մարդա, բոյից առաջ չէր հասկանում, որ առողջական խնդիր ունի։ Արա, բայց ինչ հավես էր, ինչ լավ էր, Գրիշոյին ոնց փռեց գետնին։ Հա, բայց ծիծաղալու ինչ կա։ Լսի, քեզ մի լավ խորհուրդ տամ, մեծամիտների վերջը միշտ տենց ա լինում։ Այն ինչ էր, այն ինչ շնորհքեր, արդեն ռինգում պարում էր։ Այն էլ Լեոն մի հատ կապցրեց փռեց գետին։ Այ աղբոր տղեն տենց ա ալնում է, ցավը տանեմ։ Ինչ։ Ինչը ինչ, ասում եմ աղբոր տղեն տենց ա լինում, ցավը տանեմ։ Գրիշոյիս մասին եմ էլի խոսում։ Լավ, սենց ասեմ, հունան աղբորս տղեն նկատի ունեմ, պարզ ասեմ, որ հասկանաս։ Աղբորս տղեն տենց ա լինում, հարա կրվել էր, գնացի տեսա, դուխը չկցած, հպարտ նստած ա, հեչ պետքն էլ չի, որ կրվել ա, տղավարի էլի, բայց հունանը նեղվել էր, հունանը ավելի շատ էր նեղվել Գրիշոյի փոխարեն, հալալա Գրիշոյիս, աղբորս տղեն ա հունանիս։ Կարամ նեղանալուտ պատճառը հասկանամ։ Բան էի խնդրել քեզ։ Ինչ որ պարտվեմ։ Չմասնակցես։ Լավ, եթե այդքան վստահ էիր, որ ես վատն եմ, ու աղբերդ այդքան լավն է, ինչի աղբորդ չհամոզեցիր, որ չմենամարտի։ Ինչի եկար հենց մեր տուն ու ինձ սկսեցիր համոզել։ Ես քեզ ասացի, որ այս ամեն ինչը թշնամանքի ա բերելու։ Լեա աղբերդ հնարավորություն ունենար, ինձ ռինգում կսպաներ։ Ես իմ ու քո մասին եմ խոսում, Լեո։ Մի քիչ առաջ հեռախոսով խոսում էինք, ասացիր, որ քեզնից հեռու մնամ։ Հիմա էլ ինչ իմ ու քո։ Ախր ասեցի քեզ, որ չգիտեմ ոնց իրավիճակը ներկայացնեմ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Դու ասեցիր միասին կանենք։ Հիմա ուր է այդ միասինը։ Ես քեզ չէի խնդրել պարտվել։ Ընդամենը խնդրել էի չմասնակցել։ Մի կռիվը քո կյանքում եղանակ չէր փոխելու։ Բայց դու Գրիշի իրարապացուցելու բան ունեիք ռինգից դուրս, ու թքած թե ես դրանից տանջվում եմ։ Դու ոչ թե հանուն սպորտի չհրաժարվեցիր այդ կռվից, այլ հանուն նրա, որ Գրիշը չմտածի վախեցար։ Էդ է իրականությունը, Լեո։ Իսկ այդ իրականության մեջ ես անելիք չունեմ։
Սրա հեռախոսն էլ անասանելի է։ Ներվերս գնաց, հա։ Դե ինձ թվում է Լեայի մոտ է։ Ավելի վատ։ Զգացվում էր, որ կռվից հետո իրան այդքան էլ լավ չի զգում։ Ասենք ուրիշ տարբերակ չէր կարա լիներ, հա, պետք է անպայման աղբերը կրեր, որ լավը զգար իրան։ Դե աղջիկա նորմալ է։ Իրան վատ էր զգում, որ սիրած տղեն ու աղբերը ռինգում էին։ Ոնց որ շատ լավ է, հա, հասկանում Լեայի հոգեվիճակը։ Չսկսես հավես չունեմ։ Մանան, միշտ դու ես սկսում։ Ոնց որ դու հատուկ սպասես, տենաս երբ եմ ես վատ լինում, գաս նստես շնչիս ու ներվերս ուտես։ Ուշանում են։ Ու արդեն շատ։ Մեկ-մեկ մտածում եմ շատ չոր ու խիստ ենք, որ պետք է մի քիչ փափուկ լինենք, ամեն դեպքում երեխային։ Բայց սենց դեպքերում հասկանում եմ, որ ճիշտ ենք։ Եթե չոր ու խիստ չլինենք, մեզ հում կուտեն։ Ինա ասում եմ, ուշանում են։ Ու ես արդեն քիչ-քիչ հունից դուրս եմ գալիս։ Ռուբ, ես ուր ես բա։ Ես ավտոն կհասնի աղբերս, ես մամային տուն եմ տանում ու գամ։ Առանց ինձ ոչ մի բանի ձեռ չտաս։ Իրար հետ արագ կբարձենք։ Լավ, մի վռազի, ստեղ եմ։ Հենց հա տուն գնալու տրամադրությունը չունեմ։ Ո բան չի եղել։ Չէ, նորմալ է։ Ինչ կա, չեմպիոն։ Ես քեզ հեսա կզանգեմ, Ռուբ ջան։ Ալո։ Դեռնաշեն հազիվ կերել ես բոյը։ Փոխանակ գնաս տուն, բոլորի մոտ գլուխ գովաս, ուրախանաս, հաղթանակը տոնես, եկել ես ստե անենք որ ինչ։ Լսի գլուխ գովալը քո սովորությունն է, արա։ Ես ինձ հետևում ես։ Դե լսի արա։ Ես այդ արայդ համար քիթդ կջարդեմ։ Քերոջս է առանց ինձ տեղակ բայլու մոտիկ անելու համար վիզդ։ Դու էլ անճարությունից էլի կեթաս պապուտ կբողոքվես կգա վրներս կռիվ։ Բա այս ուժեղ տղեն ռինգում ուր էր։ Հե, արա, տեսար ուրա։ Արա գնաց տեղից, քանի ունից դուրս չեմ եկել։ Արա, ինչ պատի անես է, արա։ Չես ստիպում, որ քեզ սպանեմ, արա։
Լեո։ Լեո։ Ոնց Լեոն չի։ Ինչ ես խոսում։ Ոնց։ Ուրախ պիլիսարա։ Ինչ եղե։ Դավիթ։ Դավո։ Ինչ եղե։ Պապի։ Պապի ինչ ա եղել։ Խոսա։ Պապի արի մի հատ խնդրում եմ։ Ինչ ա եղել Գրիշա։ Ինչ ես արել, արա խոսա։ Պապեն են Լեոին եմ սպանել։ Մոնան։ Լեա ինչ ա եղել։ Խոսա ինչ ա եղել։
Պապի հետ այս ջուրը խմի էլի։ Լավ այդ մի բան ա եղել։ Հա, պապի ջան, բայց Դավիթ ինչ դուս վասես։ Պապի խնդրում եմ, հանգստացի։ Պապ լավ էլի։ Շուտ արա։ Զանգիտես ինչ ա եղել, շուտ արա։ Շուտ արա։ Պապի։ Պապի։ Պապի ջան, խնդրում եմ աչքերդ բաց, պապի։ Պապի։ Պապի վեր կաց։ Համոզված ես, որ մահացել է։ Չգիտեմ, չէ շարժվում։ Կարող է հարվածից ուշագնաց ա եղել։
Ամենն է։ Տղետ գործարելը եկել էր միջը վաշտենել ոնց ա եղել։ Ուրո, լուզում ես քեզ էլ ուղարկեմ աղբորդ մոտ, չես կարա։ Ամեն դրանք չգիտեն սպորտը ինչ է, այն էլ մակրո սպորտը։ Նրանք ամեն ինչի ընդունակ են։ Ու մի բան էլ կա։ Ես շատ եմ մտածել մեր պապայի հետ կապված դեպքի մասին։ Ու վստահ եմ, որ մեր պապայի հետ Գրիշոյի պես ինչ-որ մեկն է զբաղվել։ Դա բայց Վովան էլ է ճիշտ ասում, որ հանկարծ իր հետ չկպա, ասելու են վախեցավ։ Ինչ ուզում են թող ասեն։ Այ քեզի բան։ Ախպերս էլի ինչ ուզում են թող ասեն։ Բայց Գրիշից հաստատ վախենալու չկա։ Ռեստորանում մի անգամ կպցրի հուրհավիցյան քնեց։ Հենց որ արի այս թեման փակենք ու գնանք տուն կլինի։ Հա, պապի։ Դավա աչում եմ հասի, պապին։ Ուր ես այդ թսլնկոտ։ Ուր ես արա։ Թռան, հա։ Հիվանդանոցում չի կարելի աղմկել։
Հասկացա կներեք։ Ում եք ուզում։ Ամեն ինչ նորմալ է։ Արի ուտես, որ չես մեռել։ Վարկյանները տարի են թվում, երբ պիտի տուն հասնեմ։ Մի կողմից Լեոնա, մյուս կողմից պապիս։ Տեր Աստված խնդրում եմ, ձեռքս մի թող ինձ մենակ իմ խնդիրների հետ։ Մի պահ մտածում եմ մարդ եմ սպանել, տեղը շենք ուտում։ Հիմա մեռաշինի չէ այդ։ Ես Աստծուն եմ աղոթում, որ տենց բան չլինի։ Բայց այդ լավ է, որ քո արածի հետևանքների համար մտածում ես։ Ախր դա այդքան չկար, ես ինչի ձեռներս կերտոտեցի դրա պատճառով։ Դրա մասին շուտ պիտի մտածեիր։ Ավելի մամ սրտովս գնա։ Մի հատ զանգի պապային տենակ ինչ է ասում։ Բա ուր կորավ համարցա Գրիշոն։ Ինքը ինչի չի զանգում։ Տենում ես sense տագնապային վիճակի մեջ եմ մի հատ է կողքից դու ես ճնշում։ Որովհետև բարկությունս չեմ կարողանում զսպել։ Ախր ինչի համար քեզ էլ, մեզ էլ գցեցիր ես պատմության մեջ։ Որովհետև այդ լակոտին իր տեղը ցույց տալ էր պետք։ Իսկ չես մտածել դրանից հետո որն է քո տեղը լինելու։ Մամքը կարգավորիչ է պապան ամեն ինչ։ Չի թողի չէ, փագեն ինձ։ Միայն թողեն հիմար խոսես։ Չեմ ուզում մտածել, որ այդ տղեն մահացել է։ Լավ, մի հատ զանգի տենակ ինչ է էլի ասում։ Խնդրեմ։ Հիմա ենթադրենք մեռել է էդի։ Արի ոչ մի ենթադրություններ չանենք, արի սպասենք։ Այ պապի։ Ուրա Լեոն, ոնց է։ Ինչ է եղել։ Այ մանան։ Զանգեցիր հիստերիկի պես խոսացի, սիրտս կանգնեց։ Նստես թե պապին հով ես անում։ Իմ հովանելը որ չլիներ, պապին ուշքի չեր գա։ Վայ մի արա։ Ոնց է Լեոն։ Լավ է։ Չեմ հավատում։ Մինչև չտեսնեմ չեմ հավատա։ Ախր պապին մի բան շատ վատ էր, ինձ անգամ թված չի շնչում էր։ Ինձ մեռնել չկա։ Դու են ասա երեխան ոնց է, որտեղ է։ Պապի Լեոյի վիճակը կայուն է։ Հիմա հիվանդանոցում է, բայց այս պայն ամեն ինչ նորմալ է։ Մինչև չտեսնեմ, չեմ հավատա ասում եմ։
Իսկ ընդհանրապես կասեք Լեոին ինչ ա եղել։ Հիմա ոչ մի բան չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Հիմա իմ համար ամենակարևորը իմ աղբոր առողջությունն է։ Համացում ես լավ է, համ էլ էսպես անհանգստացած ես։ Դե պապի, նկատի ունեմ, որ ուզում եմ, որ շուտ դուրս գրվի, որ ամեն ինչ լավ լինի իր հետ, այդքան բան։ Որ հիվանդանոցումը։ Ինչի համար ես հարցնում։ Ոնց է ինչի համար գնանք տեսնենք։ Մենակ դու չէ, ես էլ եմ գալիս։ Աղբորս մասին է, չէ՞ խոսքը։ Ինձ որ լսեք։ Այո, Դավիթ ջան, մենք ուրիշ ոչ մի գործ չունենք, մենակ քեզ ենք լսում։ Մանամ, բայց շատ երկար է լեզուդ։ Վերջ։ Գնացինք։ Վայ պապի, սպասի։ Տաքսի կանչեն նոր կգնանք, քո ավտոբուսով չեն գնալու։ Հա, էլի, այդ մի հարցում համաձայն եմ հետդ։ Թող ընտանիքս ինձ դեմ դուրս գա։ Թող ամբողջ աշխարհն իմ քայլերին դեմ լինի։ Միևնույնն է, ես պետք է տեսնեմ քեզ։ Ես չեմ հավատում քո չլինելուն։ Դու չես սատկել։ Ու այդ լավ է, տողս վզով չես մնա։ Բայց այ ապերիկդ պատասխան կտա ձեռքերն ինձ հասցնելու համար։ Լակոտը տեղը չի բերում։ Լավ դաստիարակություն չի ստացել։ Բայց ոչինչ, ես կզբաղվեմ դրանով։ Շատ սիրուն ու արագ կդաստիարակեմ։ Բարև։ Վեր կացել իքա քնես խոսալու բան կա։ Տղուտ վերջը տալու եմ։ Վատ սկիզբ էր։ Հենց տեղից դուրս եկա։ Սպանելու եմ դրան։ Ավելի վատ շարունակություն։ Չմարսեցիք աղթանակս թաքում պատերի տակ հարցակվում եք վրաս։ Բա ինչ կասեն բռնց կամարտի աշխարհում չես մտածել։ Գինը տասը։ Այն ինչ որ ասացիր մնա այս պատերի ներսում։ Չեմ ծախվում։ Չծախվող մարդիկ չկան։ Կա։ Սարգսյաններն են։ Իմ իմացած Սարգսյանները փողով նույնիսկ կոշիկներս կսրբեն։ Կգնա էլի։ Թե չէ որ ստեղ ես մի տեսակ ծանր եմ շնչում։ Լավ չի։ Լավ չի, որ ընդհանուր հայտարարի չենք գալիս։ Դու մենակ իմացի։ Հենց տեղից դուրս եկա։ Տղուտ վերջը տալու եմ։